Բարև ձեզ, շարունակելով մեր քաղաքական քննարկումները, այսօր զրուցելու եմ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր Արդար խոսք կուսակցության խորհրդի անդամ պարոն Միլան Մովսիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մովսիսյան։ Բարև ձեզ։ Առաջին հարցս հետևյալն է. ինչ կասեք իմպիչմենտի շուրջ ծավալվող ներկայիս իրադարձությունների մասին։ Մինչև անցնել է ձեր հարցի պատասխանին, ես շնորհավորում եմ ձեզ Արդար խոսք կուսակցությանը այս նմանատիպ ծրագիրը իրականացնելու և հորդորում եմ ոչ միայն Արդար խոսք կուսակցության անդամներին հրավիրել, այլ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, անկախ քաղաքական գործունեությունից, կլինեն դա իշխանական, կլինեն ընդդիմադիր դաշտից, հրավիրեք, մենք Արդար խոսք կուսակցությունը առաջին իսկ օրվանից բացել ենք ու դռները բացել բոլոր մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք անհանգիստ են և հոգ են տանում հանուն մեր պետությանը և հանուն մեր պետության ապագան։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ես անդրադառնամ, ուրեմն կա թեկնածու իդեմս Դավիթ Համբարձումյանին, որին ես ճանաչում եմ անձամբ իր ծնված օրվանից, հարգում ենք, ընդունում ենք, գաղափարախոս անձնավորություն է և հարգված է Մասիսի տարածաշրջանի բնակիչների կողմից իր աշխատանքի արդյունքների հիման վրա։ Իմպիչմենտի հետ կապված կարող եմ ավարտնել ասել, որ զրոյական է լինելու, քանի որ շախմատիստի գծած ծրագրերը իրականություն չեն դառնա։ Նրանք այսօրվա դրությամբ ամեն ինչ անում են Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյանի հակամարտությունների, թե իրենցից որ մեկն է ավելի հզոր և որը իշխանությունը կվերցնի։ Բայց միաժամանակ արտահայտվեմ այն մասին, որ սարերի ետևում չի 2026 թվականը, արդեն որոշում կա ազգային ժողովի կողմից, որ հունիսի 7-ին 2026 թվականին նշանակված է ազգային ժողովի հերթական ընտրություններ, որին անձամբ մեր Արդար խոսք կուսակցությունը մասնակցել է իր սեփական թեկնածուով, վարչապետի թեկնածուով։ Այդ մասին մենք դեռ աշնանը կանդրադառնանք, ասելիքներ շատ կան, ես հիմա նորից նույն բանը չկրկնեմ, ասում եմ ձեզ, մենք ասելիքներ շատ ունենք, բայց այդ ամեն ինչը մենք կասենք քարոզարշավի ժամանակ և այն հասարակ մարդիկ, փորձառու մարդիկ գիտեն, ինչ է կատարվում քաղաքական դաշտում, ովքեր են մոնոպոլիա ստեղծել, ինչ կարգավիճակում են գտնվում։ Մենք մեր ասելիքները կասենք ավելի խիստ ու ավելի ճշմարիտ ձևով, փաստերով, բոլոր թեկնածուների հետ կապված հարցերի վերաբերյալ։ Քանի որ Հայաստանը շատ փոքր է, բոլորս մենք ճանաչում ենք մարդկանց և ապագա թեկնածուներին, ինչպես նաև խաղեր տվողներ։ Դրան մենք կանդրադառնանք հետագայում, Լուսինե ջան, հիմա մենք, քանի որ բացումը արել ենք, խոսում ենք այն մասին, ինչ է կատարվում այս պահին Հայաստանի Հանրապետությունում։ Այդ իմպիչմենտը նորից եմ կրկնում, Դավիթ Համբարձումյանը իմ կողմից, մեր կողմից ընդունված անձնավորություն է, քանի որ ես ծնվել մեծացել եմ Մասիսի տարածաշրջանում, մեծ քանակությամբ ծանոթներ, հարազատներ ունենք, որոնք դրական են խոսում տվյալ անձնավորության մասին։ Ուղղակի դա վերջակետը լինելու է զրոյական արդյունք։ Իսկ դիտարկելով իմպիչմենտի պահանջի հետ կապված տարբեր քաղաքական ուժերի, կուսակցությունների դիրքորոշումները և պահվածքը քաղաքական դաշտում, ինչ եզրակացություն կարող է ունենալ հասարակությունը, որպեսզի ավելի ռեալ ճանաչի նշված ուժերի և կուսակցությունների իրական պատկերը։ Սա ճանաչման հարց չի, ձեզ ասեմ, սա նորից նույն բանը կրկնեմ, խաղում են նախկին ղեկավար կազմը մեկը մյուսի հետ բաժանելու այս պետությունը։ Այդ կրեսլոն, որը վարչապետի կրեսլո է հանդիսանում։ Սա այն հարցն է, որ մեծ ուշադրություն պետք չի դարձնել, ձեր հաղորդման ժամանակ են, հետագայում ովքեր կհրավիրվեն, խնդրեմ այդ հարցը երկրորդական տարբերակով անցեք, որտեղ նորից եմ կրկնում։ Սա խաղու պար է, քաղաքական դաշտում, այսօրվա դրությամբ պարզ մի բան ասեմ, որ ավելի հասկանալի ժողովրդին,
ուրեմն նոր կուսակցություններին ամբողջությամբ ամեն ինչ անում են, որպեսզի նախ չգրանցեն, որպեսզի քաղաքական դաշտը չտրամադրեն, որպեսզի որևիցե մի լրատվական ծառայություն ուշադրություն չդարձնի նորաստեղծ ինչ-որ մի կուսակցության գաղափարին, ծրագրին։ Մենք այդ ամեն ինչից արդեն անցել ենք շուրջ տարուկեսա, մենք գործում ենք եւ աշխատում ենք ուշադրություն չդարձնել այն խոչընդոտներին, որը տեխնիկապես, արհեստական ստեղծում են մեր նկատմամբ։ Մեր շուրջը հավաքված են այնպիսի մարդիկ, հայրենասերներ, իրավաբաններ, կրթված անձնավորություններ եւ ամենակարևորը մարդիկ, որոնք մտածում են վաղվա մասին եւ չեն մտածում, գիտեք ինչ, դեռ հələ որևիցե նայում ես նախկին իշխանություններին կամ այսօրվա գործող բոլորի ուշքու միտքը արտասահմանում բնակարաններ ձեռք բերել չգիտեմ ինչ։ Զբաղվեք Հայաստանում եւ արդար մոտեցում ցույց տանք բոլոր տեսակ հարցերին։ Ոստե ես մի հատ հետաքրքիր նշեցիք մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ, ուրեմն իմ կյանքում ես աշխատել եմ իրավապահ մարմիններում շուրջ 3 տասնյակ տարիներ ու այդ ընթացքում պետականորեն զենք կրելու իրավունք եմ ունեցել։ Դե պատկերացրեք, բանակում չծառայած մարդիկ, որոնք ազգային ժողովում են գտնվում, օրենք են ընդունում, որ հիմա բոլորը պետք է անցնեն բժշկական կոմիսիա կամ էլ քննություն հանձնեն զենքի տիրապետման հարցի վերաբերյալ։ Հարց. ծախսերի մասին ով է մտածում։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես գալիս 18 թվականից, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանքի մատերիալ չի, տուգանքը ոնց է լինում, պոզոպոչով է լինում։ Եթե հետաքրքրում են բժշկական կոմիսիան 30,000 դրամ, քննությունը զենքի հետ կապված հանձնելու համար 5,000, գնալ գալ մի 60,000 արդեն կնստի։ Ինչի համար։ Ինչի համար, եթե ես ստացել եմ պարգևատրման զենք, պահվում ապահով տարբերակով, մարդիկ ստիպում են նոր քննություն հանձնելու չի համար։ Նորից եմ կրկնում, օրենքները, որ ընդունում է, մարդիկ չեն ուսումնասիրում։ Եվ ամենակարևորը, ովքեր են նախաձեռնողները, որոնք չեն տիրապետում զենքից, այ իրանցից մի հատ քննություն վերցնեն ավելի ճիշտ կլինի։ Ավելին կարող եմ ասել, ինչ Նիկոլ Փաշինյանը նստեց վարչապետի պաշտոնին, Ղարաբաղում պարգևատրման հրամանները նախագահի կողմից, Ղարաբաղի նախագահների կողմից սկսեցին արքու վաճառքի, շուկայական հարաբերություններ 10-15,000 դոլարներով պարգևատրում էին անկապ մարդկանց, որոնք ոչ մի կապ չունեն թե ազատամարտի, թե մարտական գործողությունների հետ կապված։ Այդ դրանով պետք է զբաղվել, այլ ոչ թե, գիտեք ինչ, այսօր 70 տարեկան մարդուն ասել դավայ, քո թոշակից այս գործողությունները ծախսի, վերապացի, որ դու իրավունք ունես զենք կրելու։ Այդ ինչ անում։ Ինչ է կատարում։ Մարդու իրավունքների խախտում է կատարում։ Այսինքն դա ոչ միայն օրենքի բաց թողում է, ոչ գրագետ մոտեցում օրենքի փոփոխությանը, այլև ևս մեկ անգամ ժողովրդի հաշվին պետբյուջեն լցնելու տարբերակ։ Պետբյուջեի մասին չեմ հիմա խոսում, ես ասեմ, ստե ավելի ճիշտ կլինի արտահայտվել ոչ գիտակցաբար, ուղղակի բերեն նախաձեռնությամբ հանդես գան, ոնց որ այս պահին նախաձեռնությամբ են հանդես գալիս ազգային ժողովում, որ 28 միլիոն, 24 միլիոն, 15 միլիոն գումար հատկացնել պետբյուջե եւ բանակից ազատ ձեռ են առնում իրենց։ Ամեն ինչը, եթե 18 թվին սև սպիտակի բաժանեցին մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հիմա մարդիկ, եթե նախկինում վարկերը չէին կարող փակել այսօրվա իշխանավորները, հիմա նրանք արդեն հարստացել են, կոպիտ բառը արտահայտվում, եւ արդեն փողային հարաբերությունների են վերածել մեր Հայաստանի Հանրապետության։ Փող ունես, կարաշ ծառայես։ Ինչի համար։ Այս ի՞նչ է, մեր կյանքը դրված է մինակ սոցիալապես անապահով ընտանիքների ուսերին։ Վտանգավոր նախաձեռնությամբ են հանդես գալիս ազգային ժողովում։ Եվ ազգային ժողովում, երբ որ ինչ-որ մի բաներ չի ստացվում, ընդդիմադիրների հետ կռիվ են սարքում, գործը փակող է անում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, տասնապատիկ անգամ, հարյուրապատիկ անգամ քննարկենք բոլոր մեր նախաձեռնությունները, որ նոր նախաձեռնությամբ հանդես գանք։ Ժողովրդի հետ պետք է խորհրդակցել։ Ավելին կարող եմ ասել, հասարակական տրանսպորտով մենք խոսում ենք, չէ՞, օրենքի մասին խոսացինք, հիմա որոշումների մասին։ Քաղաքապետարանը որոշում ընդունեց ավտոբուսի ոնց է կոչվում,
ուղևորցը։ Ուղևորցը սարքել 150 դրամ։ Եղբայր, երբ որ նստում ես ավտոբուս, տեսնում ես 20-ից 5-ը առանց որևիցե բոյկոտ հայտարարելու, առանց որևիցե բան, ոչ մեկ չեն վճարում, հանգիստ անցնում են։ Հիմա որ ընդհանուր հաշվում ենք այն ծախսերը, որը կատարվել է, ստեղծելով 150 դրամ, այդ ծախսերը չի արդարացնում։ Սարքավորումներ են ձեռք բերել, ավելորդ ծախսեր են տեխնիկական արել, դրա հիման վրա հիմա տեսեք, այս ամեն ինչը չի արդարացնում, որտեղ փորձառու մարդիկ չեն ղեկին նստած հանրապետության իշխանության տակ։ Պարոն Մովսիսյան, եւ քանի որ պատերազմի մասնակից եք, կուզեի ձեր վերլուծությունը լսել ներկայիս Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ, ինչ ազդեցություն կարող ունենալ Հայաստանի վրա, թե տնտեսական, թե քաղաքական, թե գուցեև ռազմական առումով։ Մի քանի տարի ես մարտական գործողությունների մասնակից եմ եղել ազատագրական շարժմանը եւ հաղթանակով վերադարձել հայրենիք։ Ինչ վերաբերում է պատերազմական գործողություններին, անկախ նրանից իմ կարգավիճակը ոնց է եղել, պատերազմի դաշտում ես դեմ եմ պատերազմական գործողություններով հարցերի լուծմանը։ Այսօր Իսրայելը ագրեսորի կարգավիճակով աշխարհին ներկայացնում է իր բռնի ձևով հարցերի լուծումը։ Գազայում ոչնչացրեց ժողովրդին, անմեղ զոհեր եւ փաստականների մեծ քանակություն առաջացան Գազայում, հիմա Իրանի հետ կապված։ Իրանի հետ կապված առանց այն էլ տասնյակ տարիներ Իրանը գտնվում է սանկցիաների տակ։ Ինչ եք ուզում Իրանից։ Եթե միջուկային զենք է նա իր մոտ արտադրում, իսկ դուք ինչ եք խոսում ձեր մասին, Պակիստանի մասին եւ այլ պետությունների մասին, որոնք արդեն ունեն։ Ինչով է խանգարում, ոչինչ բանավել չի խանգարում։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական մեր հետ ազդեցության, իհարկե տնտեսական շատ թե նավթի արդեն գներն են թանկացել եւ մեր ճանապարհը դեպի Մեղրիից Հայաստանի Հանրապետություն փակված է։ Մենք կզգանք մի քանի օր հետո, թե ինչքան երկարի այս պատերազմը, մենք կզգանք դա ու իհարկե մեր վրա դա կազդի շատ մեծ ազդեցություն կունենա տնտեսական եւ առևտրի ոլորտում։ Շնորհակալ եմ շատ բովանդակալից հարցազրույցի համար, մինչ հանդիպում։ Ձեզ հաջողություն եմ ցանկանում այս գործողությունների հետ, հույսով եմ ժողովուրդը անմասն չի մնա ձեր նորաստեղծ ծրագրից։ Շնորհակալություն։ Տեսություն ձեզ։